Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու ենք սպանախով պրինց, կանաչ քույնի, շատ համեղ, շատ թարմացնող և շատ հագեցնող, կարող եք իրեն մենակ ուտել և կարող եք ինչ-որ մսի կամ ինչ-որ հավի ուտես պատրաստել կողքը և իրեն վայելել։ Դրա համար այսօր որոշել եմ պրինցը մենակ անել պատրաստել, որ դուք տեսնեք պրինցը կամ փիլավը ինչպես է պատրաստվում ու իրան արդեն կամ մենակը կամ ինչ-որ ուտեստի հետ կարող եք պատրաստել։ Այսօրվա պաղաթրադոմսի համար մեզ պետք է 2 բաժակ բասմատի պրինց, 1 փունջ սպանախ, 5-ից 6 բջեղ սխտոր, մի հատ կարմիր սոխ և մի հատ բուլգարական կարմիր բղբեղ, 2 հատ թափնու տերև և 4-ից 5 կտալ ցիտապտղի ցետ, 2 բաժակ մսի արքանակ, 2 բաժակ ջուր։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ և սև բղբեղ։ Իսկ ինչ պրինց ենք օգտագործելու, իհարկե Maranigi իմ ամենաֆեյվորիտ բասմատի գոլդը, դե իրականում ամեն պրինցները սիրում եմ Maranigi, բայց այս գոլդը ամենաշատն եմ սիրում։ Շատ հադիկ է մնում իրականում և համը շատ եմ սիրում։ Այստեղ կտրում ենք, պատրաստում ենք իրեն, որպեսզի ավելացնենք վերջում։ Բայց ամենասկզբում սպանախը պետք է կտրատենք, դրա համար շատ մանր կտրատում ենք սպանախը։ Մանր ասելով, դենց բզդիկ թերթիկներ ենք անում։ Իրականում 2 ձևով կարող ենք պատրաստել։ Եվ կարող ենք սպանախը իրան վերածել հյութի կամ այսինքն բլենդել եւ իրան շատ մանր հյութը ստանալ եւ ավելացնել եւ կարող ենք այսպես մանր, բայց ես սիրում եմ այսպես, որովհետեւ ինքը ավելի ջոխացնում է պրինցը փիլավը ու սպանախի քոյությունը ես ավելի եմ զգում։ Այսինքն չեմ ուզում ուղղակի սոսային ինքը ավելանա եւ քույնով, այլ իրան ավելի սկաս։ Կտրատելու մասը արդեն ունենք։ Ստեղ ունենք սխտորը, ստեղ ունենք սոխը։ Մի կողմ ենք դնում սպանախը, որպեսզի անցնենք սոխին ու հետո էլ սխտորը ջզմենք։ Սոխը կարմիր եմ օգտագործում, բայց դուք կարող եք եւ սպիտակ կամ թեղին օգտագործել, նայած դուք ինչ եք սիրում։ Մանր ենք կտրատելու, այսպես մի քիչ անում ենք ու կտրատում ենք։ Ես կարմիր սոխի ուղղակի ավելորդ սիրահարություն ունեմ, չգիտեմ ինչի, եւ քույնն ինձ համար ավելի հետաքրքիր եւ համա։ Չնայած կարմիրը միշտ ավելի աղցանների եմ դնում, բայց ուտելիքներ կա, որ կանաչ կա, բորդոն ավելի եմ սիրում իր հետ։ Այսինքն էսթետիկ օրեն էլ նայում եմ։ Ստեղ նորեն կտրատում ենք։ Ուրիշ կանաչի կարող է համով լինի, բայց չենք կարա մեծ կարագությամբ ավելացնենք։ Օրինակ, եթե կանաչ համեմով պետք է պատրաստել, շատ ուժեղ կլինի, կանաչ համեմը օգտագործելուց պետք է մի քանի տեսակի օգտագործենք, որ ավելի մեղմացնենք իր համը։ Օրինակ, կանաչ համեմ մի քիչ մաղդանոս կարող է ավելի լավ լինի։ Սոխն էլ է պատրաստ։ Ավելացնելու ենք ցետ, սոխն ենք ավելացնելու ու հետո սխտորը, մի քիչ աղբղբեղ ու հետո կանաչին ու հետո կտեսնեք։ Դրա համար ես կարող եմ սխտորներն ջզմել պատրաստել։ Չնայած ես այնքան որ լավ սխտորներ են, մատղաշ սխտորներ են, կուզեի լավ մանրացնել։ Սև բղբեղ։ Լավ խառնում եմ։ Ավելացում եմ սխտորը։ Արդեն շատ անուշ փույր ունենք, դեռ բամը չի պատրաստած։ Ալի երևա գայցեք, երբ որ սպանախն էլ ամուսնանա եւ հետո պրինցը։ Ստեղ պատրաստում ենք թափնու տերևները 2 հատ այնց պետք։ Դե իհարկե Maranigi թափնու տերևն ենք օգտագործում։ Դե ինչ, ավելացում ենք սպանախը։ Հոպա։ Դուք պատկերացնում եք, մենք ինչ հոդեր համեր ունենք ստեղ։ Այս պրինցը փիլավը, որ պատրաստեք, ձեր ֆեյվորիտն է դառնալու, ասեմ ձեզ։ Ինքան համով է։ Հիմա ստեղ ունենք մեր արքանակը։ Մի հատ բաժակ ենք բերում, որ ջուր բացենք։
Դե իհարկե մենք սիլիչուր ենք օգտագործում, որպեսզի ճաշը լինի ավելի համեղ, դեր ավելի համեղ։ Ինձ պետք է 2 բաժակ բաշշուր, այստեղ էլ ունեմ 2 բաժակ արքանակ։ 2 բաժակ բրինձ։ 1 Ինչ են ասում, ճոտկի, հայերենը, ուղիղ 2 բաժակ, մի հատ լվանանք, դե իհարկե ABC-ով չենք լվանում, քանի որ բրինձ է, բայց մենք հետո մեր խոհանոցը կմաքրենք ABC-ով, բրինձը պատրաստ է, տեսնում եք, մենք ստեղ ինչ ենք ստացել, ուրեմն, ավելացում եմ բրինձը, արքանակը և 2 բաժակ ջուրը, մի հատ խառնում եմ, հիմա ինչ ենք անում, մի քիչ էլ ավելացում ենք աղը պղպեղը, միշտ ասել եմ, որ սկզբում ենք ավելացում, մի հատ էլ վերջը, պղպեղը, տեսակ ինչքան հեշտ պաղաթիչներով ենք պատրաստելու, ու որ դուք իմանաք համը, կասեք ամեն օր պատրաստել։ Բուսագերների համար նորեն խետնանալիք տարբերակ է, հիմա պետք է փակենք կափարիչը ու թողնենք 15 րոպե եփի, հետո արդեն մի հատ կխառնենք ու մի 5-10 րոպե էլ կթողենք, որ բոլոր ջուրը կաշվի ու մեր բրինձը պատրաստ լինի։ Իսկ մենք այստեղ հավաքում մաքրում ենք ABC-ով ու հետ ենք վերաթարնում։ Դե իդ սիրելիներս, մնաց մեր թափն ու տերևներն էլ ավելացնենք եւ փակում ենք։ Մինչեւ մի քիչ եփկա ու հետո մի քիչ կբացեմ, որպեսզի արդեն ավելի շուտ եփի։ Մինչեւ իմ անուշիկ կարմիր բղբեղս կտրատելը ուզում եի հիշեցնել, որ մենք գիտեք, ուտուտից ենք վերցնում մեր բոլոր ապրանքները ու շատ գոհ ենք։ Ուզում եի հիշեցնել, որ դուք էլ որ քնում անեք ուտուտից, կարող եք խաղարկության մասնակցել, իսկ ոնց ենք մասնակցում խաղարկության 5000-ի, երբ որ քնում եք կատարում, նշված ապրանքներից, Պայն Ալբանդյան ապրանքներից, մտնում ենք խաղարկության, իսկ ինչ ենք շահում, apartment, այսինքն բնակարան։ Այո, բնակարան, իրական եմ ասում։ Մի կողմից քնում ես դան պետքերը, մի կողմից են բնակարան ես շահում։ Մի հատ էլ հետաքրքիր բան կա, որ շաբաթվա մեջ 20 հոգի ընտրում են եւ cashback են անում, այսինքն ինչ որ ծախս արել ես ուտուտից, հետ են տալիս։ Ինչ է կարծիքիդ հիմա վերջացնեք այս հաղորդումը նայելս եւ գնաք ձեր պետքերը վերցնեք ուտուտից։ Ես էլ հանգիստ կկտրատեմ կարմիր պղպեղը, բայց ոչ հիմա մի կնակ, հետո կգնաք։ Միջև վերջ նայենք Պաղաթատոմսը։ Ուզում եմ այսպես գլոր անել, որպեսզի պատրաստեմ, էսի դեկորացիայի համար է պետք մեզ, ամենավերջում ավելացնելու եմ բրինձը դնելուց հետո։ Նայեք միշտ բուլղարական պղպեղները սենց բեբեներ ունեն մեջ, այսինքն երեխաներ ունեն, սենց հանում եք, հետաքրքիր սևով մաքրում եք ու դուրս են գալիս։ Հետաքրքիր է, չէ՞։ Մի օր կարելի է ամառային դոլմա սարքել։ Սենց փորենք, բայց մինագս չեմ փորի, իմ ընկերները, գործընկերները սա գոքնեն։ Բա ինչ, դոլման դրա համար է այդպես ծնվել իրականում։ Սաղով արել են, ոչ թե մեկ հոգի խեղճ դան, մաման պատրաստի 80 ժամ, մեկ կաթծափորի ու 5 րոպեով ուտեն վերջանան։ Ես ինչ եմ էսի փորում, բայց չգիտեմ, բայց ուզում եի հանել, որ մի հատ նորեն ստանամ slice shirt։ Չենք մոռանում, ամեն օր ժամը 9 եւ ժամը 17:00 Կետրոն TV եթերով մեզ եք սպասում, տուղթ մատիտով կամ կուզեք ձեր հեռախոսի մեջ գրել, it's okay, ոնց ուզեք։ YouTube-ն էլ արդեն ասեմ, որ մեր subscribe-ները կամ կրանցվողները արդեն շատանում են, մեծ ընտանիք եք դառնում, այնտեղ ոչ մի բան բաց չի թողվում, ասեմ ձեզ։ Օֆ, հենց նայեք, պատրաստ է մեր բրինձը։ Որ իմանաք հոտը, չեք պատկերացնի ինչքան համով է։ Իսկ դուք գիտեք, որ ես ընդհանրապես ինչպես եմ սիրում եմ եթե բրինձը փիլավ եմ
պատրաստում, հատուկ ձևով պատրաստեմ, այսինքն դից ուղագի բնագի մեջ չի տնեմ, որովհետեւ դուք էլ եթե խնամիներուն եք պատրաստելու, իմանաք։ Լցնում եմ։ Ահա եւ մեր իսկ ես այս համովությունը ուտելուց